Բարև ձեզ, սիրելի քաղաքացիներ, հուսով եմ լավ եք, ինչպես գիտեք, այսօր մարմինների ընտրություններ են Գյումրիում ու Փարաքարում ու ես ուզում եմ մի կարևոր բանի մասին խոսել, մասնավորապես բազմակի ընտրախախտումների մասին, խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանին աջակցող կամ նրանց քաղաքական թևին պատկանող լրատվամիջոցների կողմից, այն է ընտրության և դրան նախորդող օրը քարոզչության և հակաքարոզչության արգելքը խախտելու մասին։ Այն ծավալի մեդիատեռոր, այն ծավալի փաստացի ընտրախախտումներ, որ տեղի են ունենում հիմա լրատվական դաշտում այս ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից, ես ոչ մի ընտրության ժամանակ անկեղծ ասած չեմ հիշում, որովհետև սա ուղղակի խայտառակ պատկեր է, ամբողջ լրատվական դաշտը Սերժ Սարգսյանական և Ռոբերտ Քոչարյանական այս պահին լցված է Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ հակաքարոզչություն անելու հօգուտ ըստ երևույթին Սերժ Սարգսյանական և Ռոբերտ Քոչարյանական թեկնածուների ու սա ես կարծում եմ այս ընտրախախտումները առավել քան աչքի զարնող են ու ես կարծում եմ, որ չի կարելի այսպես ուղղակի թքած ունենալ ընտրական օրենսգրքի վրա, այդ ժամանակները վաղուց անցել են ու կարծում եմ, որ նույնիսկ լրատվական այսպիսի մեդիա տերորը, բազմակի ընտրախախտումները ու նման ինֆորմացիոն դիվերսիան ևս անթույլատրելի է բայց նաև կարծում եմ, որ անթույլատրելիության հետ մեկտեղ անօգուտ է, հարգելի գործընկերներ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղակի կոչ եմ անում ըստ օրենքի համապատասխան արձագանք տալ այս ընտրախախտումներին, որովհետև սա փաստացի այդ դեպքում իսկ կուսակցություններին ինչու է արգելվում զբաղվել քարոզչությամբ, եթե կոնկրետ ուժերից ֆինանսավորվող լրատվամիջոցները ընտրության և դրան նախորդող օրը ուղղակի կերպով զբաղված են հակաքարոզչությամբ կուսակցության դեմ ու մեր կուսակցության դեմ հօգուտ իմ նշած անձանց թեկնածուների։ Մենք իհարկե կփորձենք այս բոլոր հարցերով, բոլոր դեպքերով առանձին դիմումներ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով և անհրաժեշտության դեպքում նաև դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտը չափազանց անհասկանալի է ու այս ինֆորմացիոն դիվերսիան պետք է արժանանա հակազդեցության։ Բայց այնուամենայնիվ նաև կարծում եմ, որ այս ինֆորմացիոն դիվերսիան ևս ցուցիչ է վախերի, ևս ցուցիչ է մտավախությունների այդ լրատվամիջոցները ֆինանսավորող անձանց կողմից։ Լավ եղեք։